Լավ պրծանք, լավը մաման SMS-ով գրել էր, որ պապան մեզ հետևում է։ Ախր չի կարաս են շարունակվի, հասկանում ես, հոգնել եմ արդեն։ Արի քեզ փախցնեմ, հա։ Գժվել ես։ Ես չեմ պատրաստվում քեզ 15 տարի սպասեմ։ Որտեղից։ Բանտից։ Հե, երեխեք, հավատաց պապան ձեր ներկայացմանը։ Չգիտեմ հավատաց թե չէ, բայց պապայի պատճառով մեր իսկական ներկայացումից ուշացանք։ SMS թատերական ստուդիայից հանելու են։ Ավելի լավ է ձեզ թատերական ստուդիայից հանեն, քան պապայի ժամը 1-ին ոտերը առաջ տնից հանեն։ Ինչ ա եղել։ Ես խայտարակ եմ եղել։ Ինչու բոլես։ Մկրատ գոլ եմ խփել։ Հա շատ լավ է։ Հա բայց շորիկով, մամ։ Իսկ ես իմ ֆան հանդիպանը չեմ գնացել, որովհետև հեռախոսը ձեռքիցս վերցրել ես։ Դու էլ առանց հեռախոս գնայիր, Արփիջան։ Ես առանց հեռախոս ոչ մեկին պետք չեմ։ Մամ, պապան արդեն ինչ-որ բան է կասկածում, ու մենք սենց երկար չենք ձգի։ Ես ուզում եմ հեռախոսովս ինչ ուզեմ, երբ ուզեմ նկարեմ։ Ես էլ չգիտեմ ձեզանից ինչ կաշառք վերցնեմ, որ պապային ձեր բոլոր գաղտնիքները չպատմեմ։ Երեխեք ջան, իրականում դուք ճիշտ եք ասում։ Այս պատմությունը շատ խորացավ։ Ամոթ է, չի կարելի պապային խաբել։ Լավ, ես հեսով կփորձեմ իր հետ խոսել ու ամեն ինչ ասել։ Բոլորայա լինելու ու ահավոր կինո